Համեցեք։ Պարոն վարչապետ, համաձայն եմ, որ այդ հուսալքության իրավիճակը առաջանում է հիմնականում գիտելիքի պակասի հետ կապված, այս կոնտեքստում մի հարց ունեի, արդյոք այս ուղղությամբ այս գիտելիքի լրացման հետ կապված մենք որևէ քայլեր իրականացնում ենք, ես գիտեմ, որ նախկինում համայնքներում որոշակի դասընթացներ են տեղի ունեցել, բայց գուցե կարելի է օրինակ նույն YouTube-ում տեսահոլովակներ դնել, որտեղ այդ կրթական նյութեր կարող ենք հայերեն լեզվով տեղադրել, մարդիկ, որպեսզի այդ գիտելիքի պակասը ինչ որ մի ձևով կարողանան լրացնել, ուզում եի Ես ներողություն եմ խնդրում, հազար ներողություն, բայց ես չի ուզում տենց այդ բանը, այդ ինչին հղում արի շարունակեի, բայց այդտեղ ես մի դրվագ ունեմ, որի մասին խոսում եմ, ի շարունակություն գիտելիքի։ Ես ասում եմ, որ գիտելիքի պակասը եւ կրթությունը այդ նույնը վերաբերվում է հավասարապես եւ անհատին եւ կառավարությանը եւ պետական պաշտոնյային։ Մենք մեր գիտելիքի պակասի մասին էլ պետք է մտածենք։ Հիմա այն, որ ես ասում եմ հիմա, այս ինչ որ նոր ասեցի, չէ, 15 րոպե ելույթ ունեցա։ Ինչ որ ասեցի հիմա, այդ գիտեք ինչ անշանակում, որ ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում։ Որտեվ եթե մենք սովորեինք իրար հետ, ես սովորեի 7 տարի չէ, 7 լավ, 6 տարի առաջ ես ելույթը ես նույն ձևով, ես նույն տեղում կունենայի։ Այն որ ես հիմա եմ դրա մասին խոսում, դա նշանակում է պատկերացնում եք, ասենք, որ մեկս դպրոցում 7 տարի մնար առաջի դասարանում։ Ես 7 տարի մնացել եմ առաջին դասարանում։ Եվ ես շատ կարևոր է, որ մենք սենց խոսում ենք այդ գիտելիքի պակասի մասին, այդ մարդիկ ինչի գիտելիքի պակաս ունեն։ Մի պատճառով, որովհետև մենք ունենք գիտելիքի պակաս։ Որովհետև մենք ենք այդ մարդկանց առաջնորդողը։ Մենք ենք այդ մարդկանց առաջնորդը։ Մենք այդ մարդկանց առաջնորդում ենք շարունակաբար դեպի աղքատություն, դեպի տգիտություն եւ այլն եւ այդպես շարունակ, որովհետև այդ մեր գործն է։ Որտեւ 7 տարի անց ես պատահական Արմավիրի մարզով գնում եմ լրիվ ուրիշ փշատավան եմ գնում մանկապարտեզի բացման ծրագիրը գրած է ինստիտուտները որոշել են ես որտեղով պետք է գնամ, որտեղ պետք է անցնեմ, որտեղ պետք է կանգնեմ, ում պետք է բարևեմ, ում պետք է չբարևեմ, ում պետք է տենամ, ում պետք է չտենամ, ինչ պետք է երևա, ինչ պետք է չերևա, մեկ էլ խելքս բրդում է, ասում եմ հələ մի րոպե ստե կանգնեք։ Իջնում եմ 10 րոպե մարդկանց հետ խոսում, ես հասկանում եմ, որ 7 տարի ես իմ գլխավորությամբ բոլորդ մնացել ենք առաջի դասարանում։ Որտեվ թուղթ է, որ պրինտ ենք անում, որը կառավարության այսօրվա նիստում քանի հարց կար, մի 15-20 հատ կա։ Սենց թուղթ է, որ պրինտ ենք անում։ Ում է հետաքրքիր դա որև բան նշանակում, թե որև բան չի նշանակում։ Մենք մեր գիտելիքի մաս, մենք չգիտենք, հասկանում եք, մենք մինչև հիմա չգիտենք։ Չգիտենք, պրոբլեմը չգիտենք։ Մենք դեղա, որ լցնում ենք բուժառոյի վրա, բայց չգիտենք ինքը ինչից է բողոքում, ինչ հիվանդություն ունի, ինչի կարիք ունի, ինչն է իր պրոբլեմը։ Եվ մեր ամբողջ պետական ինստիտուտները մնացել են, չգիտեմ, 0 դասարանում, որովհետև էլի եմ ասում, կներեք, ինչի մարդ եմ ես էլ օրվա չգիտեմ որն է, ասենք ինչի, այդ ուրիշ բան, այդ քաղաքական հարց է։ Բայց ինչի ոչ մեկը տեղ չի կանգնում, ինչի դրա մասին զեկույցը չի գալիս, ասում ոչ ձեզ, ոչ ինձ։ Ինչի չի գալիս։ Որտեղ այդ մարդիկ գիտելիքի պակաս ունեն, իրենք չգիտեն իրենք ինչով են զբաղված։ Առավոտ որ վեր են կենում, գնում գործ, իրանց գործը ինչի մասին է։ 5000 դրամ հավաքելու մասին է, մի բան փախցնելու, սեփականաշնորհելու մասին է, մեկին խաբել ունեցվածքը ձեռից առնելու մասին է, ինչի մասին է, ամբողջ պետական համակարգին է վերաբերվում։ Ես ուզում եմ շատ կարևոր արձանագրենք, այն որ մեր այն հեռավոր գյուղացին գիտելիքի պակաս ունի, այդ նրանից է, որ մենք տգետ ենք։ Ուրիշ ոչ մի պատճառ դրա համար չկա,
Բայց գյուղացին որտեղ է գիտելիք ունենալու, եթե 30 տարի իր գյուղում չկա մանկապարտեզ, չկա դպրոց։ Չկա ճանապարհ, որով գիտելիք գնա, հասկանում եք։ Գիտելիքն է ֆիզիկապես շարժվում։ Ոնց էր այդ գիտելիքը այդ գյուղացուն հասնելու։ Հիմա ասում ենք YouTube-ում դնենք, ընդ ինտերնետ կա, կոմպյուտեր կա, որ YouTube-ում դնենք։ YouTube-ում մենք կդնենք, մենք կնայենք, կասենք, էս ինչ լավ բան ենք արել։ Ու սա մեր պետական համակարգի ամենամեծ խնդիրն է։ Ու մեծ խոսանք։ Ու մեր 30 տարվա պատմությունն է սրա մասին։ Վերջին 7 տարվան է առավել եւս։ Ու մենք եթե սա չխոստովանենք, չի ստացվելու ոչ մի բան։ Այդքան կլինի, այդքան ծրագիր, ես 5 տարի ինչ եմ ասում ժողովուրդ ձեզ։ Ասում եմ այդ ծրագրերը, որ ընդունում ենք, ես հետո գնում եմ մի տեղ կանգնում եմ, ասում եմ ժողովուրդ տեղյակ եք։ Ոչ մեկ տեղյակ չի, այս նիստում, եթերում, աշխատանքային ֆորմատները չեմ ասում, քանի անգամ ասած կլինեմ։ Գոնե մի 10-15 անգամ այդ թեմային անդրադարձած կլինեմ։ Հիմա ինձ ասեք, որ այդ ասածից հետո ինչա փոխվել մեր կյանքում եւ մեր գործողությունների եւ մեր գործելակարգերի մեջ։ 0, ոչ մի բան չի փոխվել։ Ոչ մի բան չի փոխվել։ Այնտեղ որտեղ ընդհանուր YouTube-ին բան է փոխվել, ասենք ես մտել եմ, նայել եմ, տեսել եմ, ասել եմ, բայց խիա էս 1962 թվականի բան դրած, տեղեկություն դրած, հետո երկու շաբաթում մի կերպ իրար տալով ջուրտուկշի անելով մի բան լցրին այնտեղ, պարոն վարչապետ, հանձնարարականը կատարված է։ Էս է մեր պատմությունը։ Եվ հերիքա մենք մեզ խաբենք։ Մտածեցին կռիվ ենք անում։ Շատ լավ։ Առաջարկում եմ մտածենք ու քվեարկենք։ Կամ քվեարկենք, հետո մտածենք։ Համեցեք։ Անհրաժեշտ է, վարչապետ, այս նախ գիտելիքների հիմնական գեներատորը իհարկե բիզնեսն է, որը ինստիտուցիոնալ, որը գալիս է, որովհետև ինչքան շատ լինի բիզնես, այդքան շատ ինստիտուցիոնալ բիզնես, այդքան շատ կտարածվի գիտելիքը, որովհետև մեկը ինքնա թելադրում եւ ինքնա տարածում ամենաարդի գիտելիքը։ Այդ մի քիչ դասագրքային բան չի, դա պիտի պրակտիկ բան էլ ունենա եւ որակի ստանդարտը, պարոն վարչապետ։ Այսինքն, այստեղ տեսեք ինչ պրոբլեմատիկա է, որ մենք ոչ ինստիտուցիոնալ գյուղատնտեսական արտադրության խթաններ ենք դնում, այդ շղթան գնում է մինչև արտահանում ու դառնում է մեծ պրոբլեմ, որովհետև եթե արտադրությունը ինքը ոչ ինստիտուցիոնալ է, նշանակում է ամբողջ շղթան ենք ֆինանսավորում, ոչ ինստիտուցիոնալ շրջանառության ստանդարտին չհամապատասխանող արտադրանքի, օրինակ ունենք տենց սիմպտոմներ խաղողի մասով։ Եվ այդ իմաստով այս ճիշտ դիզայնի կարևորությունը նաև նրանում է, որպեսզի ինքը գնա հասնի այն շահառուին, որ արտադրում է ճիշտ արտադրանք, որը համապատասխանում է ստանդարտին եւ մրցակցային կլինի։ Համաձայն եմ, պարոն Գրիգորյան, այդ էլ է, ինչ որ ձևով պետքա հետևից քաշի, բայց ես ուրիշ բան եմ ասում։ Ես խնդրում եմ եւ առաջարկում եմ, որ մի հատ կենտրոնանանք այն սեգմենտի վրա, ով ի սկզբանե մեր նպատակակետն է եղել եւ մենք կենտրոնացած ենք եղել եւ շարունակում ենք իրանց ինչ անենք իրանց համար։ Իմ եզրակացությունն է նա, որ մենք պետքա մենք նախ սովորենք, թե ինչն է իրանց խնդրեմը եւ իրանց է օգնենք, որ իրանք հասկանան ինչն է իրանց խնդրեմը եւ պետքա էլի այդ նույն բանը, հա, ինչքան եմ ասել բան, որ ժողովուրդ ջան, ես համաձայն եմ մի աշխատանքային օր անցկացրեք կաբինետներից դուրս, ուղղակի գնացեք մարդկանց հետ շփվեք։ Հա հիմա էլ զեկույցները գալիս են էլի ֆորմալ, տենց, կիսա նայում ես
նայում ես հասկանում ես, որ էլի մնալու ենք առաջի դասարանում։ Ոստե է ֆունդամենտալ խնդիրը։ Բայց լավ, ես առաջարկում եմ բան չանենք, դենց անվերջ չքննարկենք հարց համար 22։ Եկեք մտածեցինք, իմել քվեարկենք։ Ովքեր են դեմ որոշման ընդունմանը, դեմ չունենք, որոշումն ընդունված է։ Քննարկում ենք հարց համար 6-ը Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 16-ի 12-18 Լ որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին հարցը։ Զեկուցող բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան։ Համեցեք բան Հայրապետյան։ Մեծարգո վարչապետ, հարգելի գործընկերներ, կառավարության համապատասխան որոշման սույն նախագիծը վերաբերում է ինժեներական քաղաք ծրագրին, մասնավորապես ռեզիդենտ համարվող ընկերություններին նվիրաբերվող հողակտորների բաղադրիչին։ Բանն այն է, որ այս պահի դրությամբ ի սկզբանե նախատեսված 20 ռեզիդենտ ընկերությունների համար դեռևս ազատ մնացած լոտեր են առկա, սա մի կողմից, երկրորդ կողմից վերջին ամիսների ընթացքում բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը ստացել է հայտեր մի քանի խոշոր ընկերություններից դառնալու ռեզիդենտ ընկերություն ինժեներական քաղաքի տարածքում, սակայն այն պայմանով, որ նախնական սահմանված սահմանափակումները հողակտորների այն է տրամադրել մինչև 500 քառակուսի մետր հողակտոր ընկերություններին, դժվարություններ է ստեղծում այդ ընկերություններին այն իմաստով, որ տվյալ ինժեներական ընկերությունները անհրաժեշտություն ունեն դիմել եւ ստանալ 500 քառակուսի մետրը գերազանցող հողակտորներ, որտեղ պետք է տեղադրվեն համապատասխան ինժեներական սարքեր, սարքավորումներ, հոսքագծեր, դատակենտրոններ, ինչը մեր կարծիքով, ինչպես նաեւ ինժեներական քաղաքում արդեն իսկ ռեզիդենտ ընկերությունների միաձայն որոշմամբ միանշանակ առավել գալիս է վերջնականացնելու եւ նպաստելու ինժեներական քաղաքի էկոհամակարգի կայացմանը, որովհետեւ սա բերում է նոր ենթակառուցվածքներ ինժեներական քաղաք, բերում է նոր գիտելիքներ, խոսքը տասնյակ կամ հարյուրավոր բարձր որակավորում ունեցող ինժեներների տեղափոխման մասին է, որը ծառայելու է ընդհանրապես ամբողջ ինժեներական քաղաքում տեղակայված ընկերություններին, հետևաբար մեր կարծիքով այս կարգավորումը բնականաբար նպաստելու է նախ եւ առաջ վերջնականացնելու եւ արագացնելու ինժեներական քաղաքի կառուցման տեմպերը, զբաղեցնելով համապատասխան լոթերը, մյուս կողմից նաեւ բնականաբար հեշտացնելու է արդեն իսկ այնտեղ տեղակայված ընկերությունների կյանքը, որովհետեւ ինժեներական քաղաքում ներկայումս կառուցվող բիզնես աքսելերատորի շենքը ապագայում, ինչպես նաև արդեն իսկ գործող ազգային գերհամակարգչային կենտրոնը եւ առհասարակ բոլոր ենթակառուցվածքների սպասարկման վճարները բնականաբար ավելի մեծ քանակությամբ ընկերությունների միջև են կիսվելու, ինչը ապագայում ուրեմն մեզ համար կարևոր է հնարավորինս ինքնաբավ դարձնելու քաղաքը։ Այս պայդրությամբ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հաշվի առնելով, որ ընկերությունները դեռևս նոր են կառուցում իրենց շենքերը եւ որոշակի փոխհատուցում է այդ ծառայությունները, սակայն այն հստակ ուղերձով, որ քաղաքը երբ սկսի ամբողջ թափով աշխատել, մենք ըստ էության ավարտելու ենք այս ծրագիրը եւ այն ինքնաբավ պետք է լինի։ Այլ կարգավորումներ եւս նախատեսված են այս նախագծով, որոնք վերաբերում են ապագայում հնարավոր այն դեպքերին, որ օրինակ ընկերությունները կարող են ստանալ որպես նվիրատվություն հողակտոր, սակայն չկարողանան շինարարական աշխատանքներ կատարել ինչ-ինչ պատճառներով, նմանատիպ մեկ դեպք ունեցել ենք, սա է մեզ ստիպել մտորել հնարավոր լուծումների վերաբերյալ, բայց բարեբախտաբար տվյալ ընկերությունը կարողացել են նոր պատվերներ ստանալ եւ դիվերսիֆիկացնել, այսինքն ըստ էության փաստացի որևէ նման դեպք չունենք, որ ստիպված կլինի ընկերությունը հետ վերադարձնել հողակտորը, սակայն մենք բարձրացված ընթացակարգեր ենք այս նախագծով սահմանում, որպեսզի կարողանանք կարգավորել նմանատիպ խնդիրը։ Շատ լավ, շնորհակալ եմ, պարոն Հայրապետյան։
Տեսեք, ի սկզբանե ինժեներական քաղաքի գաղափարի հիմքում դրված էր հետևյալը, որ կառավարությունը տրամադրում է հողակտոր, բերում է այդտեղ կառուցում է անհրաժեշտ ենթակառուցվածքա, գազը, ջուրը, հոսանքը եւ այլն եւ ինտերնետը մոտեցնում է։ Հետո նաեւ որոշակի ինժեներական ենթակառուցվածքա ստեղծում, այդ թվում ֆիզիկական, այսինքն շենք, որտեղ կարող են լինել լաբորատորիաներ, սարքեր եւ այլն, որոնք կարող են կիրառվել ոչ թե մեկ, այլ բազմաթիվ ընկերությունների կողմից։ Հիմա եւ այս տրամաբանությամբ այդ տարածքը ինժեներական գործունեության համար ինժեներական գործունեությամբ զբաղվող ընկերությունների համար դարձնում է գրավիչ, որպեսզի իրենք իրենց հերթին այդ տարածքում ձեռք բերեն հողամաս եւ այնտեղ կառուցեն իրենց գրասենյակները, ընկերությունների համար աշխատանքային տարածքներ եւ այլն։ Հիմա իմ հարցը հետեւյալն է. այս ինչ որ ես ընդ որում սա նշանակում է, որ այդ բոլոր ենթակառուցվածքները ստեղծված են եւ այդ բոլոր տարածքներում արդեն կառուցված են մասնավոր հատվածից ընկերությունների գրասենյակներ եւ կառավարության պարտավորություններն էլ այդ ենթակառուցվածքը եւ ինժեներական եւ հարակից պատրաստ է։ Այս ամեն ինչ որ նկարագրեցի մեր 100%-ն է։ Հիմա մենք 2025 թվականի ապրիլի 10-ի դրությամբ այս 100%-ից քանի տոկոսն ենք իրականացրել ընդհանուր առմամբ եւ մի հատ էլ առանձնացնենք երկու մասի, մասնավոր հատվածի 100% եւ պետական հատվածի 100%, պետական հատվածի քանի տոկոսն ենք իրականացնել այս պահի դրությամբ եւ պետական հատվածի 100%-ը երբ ենք, եթե այս պահին դեռ չենք իրականացրել, երբ ենք պլանավորում իրականացնել։ Շնորհակալ եմ։ Եվս մեկ անգամ արձանագրենք, որ այս նախագիծը վերաբերում է նոր մասնավոր ընկերությունների ներգրավման մասին, ինչ վերաբերում է ձեր հարցադրմանը, ասեմ, որ ըստ էության պետական ֆինանսավորման վերջին աշխատանքները վերաբերում են բիզնես ակսելերատորի շենքին, դուք իրավացիորեն նշեցիք, որ սա եւ գրասենյակային տարածքներ եւ որ ամենակարևորն է լաբորատոր տարատեսակ միջավայր է եւ ենթակառուցվածքը իրենից ենթադրում, որը ոչ միայն ռեզիդենտ ընկերությունների, այլ ընդհանրապես ամբողջ էկոհամակ տեխնոլոգիական էկոհամակարգին է ծառայելու, նախատեսված էր, որ մարտի 31-ին կապալառու ընկերությունը պետք է ավարտեր շինարարական աշխատանքները եւ հանձներ։ 100%-ը պետք է լիներ, այսինքն կառավարության մասին։ Այո, սակայն օբյեկտիվ պատճառներից ելնելով կապալառու ընկերությունը դիմել է կառավարությանը երկու ամսով երկարաձգելու այդ աշխատանքները իրականացնելու ժամկետը եւ որին բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հակված է ընդառաջելու, այսինքն մայիսի 31-ի դրությամբ շինարարական աշխատանքները պետք է ավարտված լինեն եւ հանձնված լինեն մեզ։ Այսինքն դա նշանակում է, որ առնվազն մեր այսօրվա ընկալմամբ ամառը կառավարությունը իր 100%-ը իրականացրած կլինի։ Միանշանակ, այո։ Շատ Ինչ վերաբերում է ընկերություններին, ձեր հարցի երկրորդ մասին։ Մենք արդեն իսկ ընկերություն ունենք, որ ամիսներ շարունակ արդեն իսկ աշխատում է, այսինքն այնտեղ գրասենյակը կառուցվել է, կահավորվել է, մարդիկ ամեն օր գնում են աշխատանքի, ձմռանը աշխատել է այդ ընկերությունը, ունենք ընկերություններ, որոնք արդեն իսկ ավարտական փուլում են շինարարության, ունենք ընկերություններ, որոնք արդեն իսկ ստացել են շինթույլտվություններ եւ սկսում են իրենց շենքերի կառուցումը։ Ինչպես նաև ես իմ խոսքում շատ հակիրճ նշեցի, բայց այստեղ նաև կարևոր է ասել, որ նաև գործում է ազգային գերհամակարգչային կենտրոնը ազնավուր։ Շատ լավ, մենք Ֆրանսիայի կողմից նվեր ենք ստացել սուպեր համակարգիչ եւ նաև ուզում եմ հետաքրքրվել այդ սուպեր համակարգիչը տեղադրված եւ գործում է, աշխատում է։ Ուրեմն Ֆրանսիայի Թուլուզի համակարգչային ուրեմն գիտությունների ինստիտուտի Պոլ Սաբատի համալսարանի կողմից
մենք ստացել ենք որպես նվիրատվություն, որը վերազինվել է Athos ընկերության կողմից եւ 2024 թվականի մայիսի 31-ից գերհամակարգչային կենտրոնը Ազնավուր գերհամակարգչային կենտրոնը աշխատում է, այս պահի դրությամբ ավելի քան 20 գիտական եւ հետազոտական խմբեր աշխատում են, օգտագործում են այդ ենթակառուցվածքը, բարձր արտադրողականությամբ հաշվողական այդ ռեսուրսները եւ ավելի քան շուրջ 30-ից ավելի նախագծերի վրա գիտական հետազոտական աշխատանքներ են իրականացվում այս պահի դրությամբ։ Հաշվի առնելով ամբողջ համակարգչի ռեսուրսը, այս պահին կարող եմ ասել, որ ամբողջ ներուժի կեսն է օգտագործում, սակայն այն դինամիկան, որ մենք ունենք նոր գիտական խմբերի կողմից հետաքրքրության իմաստով, սա նշանակում է, որ առաջիկայում սարերի հետևում չէ նաև այն պահը, երբ ամբողջությամբ իր ողջ ներուժով կօգտագործվի գերհամակարգիչը։ Շատ լավ, մենք նախորդ տարի, եթե չեմ սխալվում, նախորդ տարվա բյուջեով ֆինանսավորեցինք եւ Nvidia ընկերությունից ձեռք բերեցինք սուպեր համակարգիչ, նոր սուպեր համակարգիչ, երկրորդը եւ առաջինը, որ մենք գնում ենք մեր պետության միջոցներով արհեստական բանականության։ Հիմա ես գիտեմ, որ սուպեր համակարգիչը ֆիզիկապես արդեն Հայաստանում է եւ պետքա տեղադրվեր, բայց ի սկզբանե տեղադրման վայրի հետ կապված քննարկումներ կան եւ բայց այնուամենայնիվ այդ սուպեր համակարգչի տեղադրման եւ հասանելի դարձնելու մասով ուր ենք հասել Տիկին Անդրեաս։